հակա Հայաստանի Հանրապետություն են։ Չի կարող այդպիսի բան լինել։ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է եւ ապահովում է անհրաժեշտ պաշտպանությունը, որ որևէ հակահայկական, հակապետական միջազգային փաստաթուղթ, պայմանագիր չվավերացվի, օրինականուց չստանա։ Ինչպես որ ապօրինի վարքագծով այս իշխանությունը անընդհատ փորձում է մեր պետության վրա միջազգային պարտադրանքներ կապի, նույն ձևով փորձում է հիմա բերել եւ Սահմանադրության փոփոխություններով իրենց հակահայկական մոտեցումներն անցկացնել։ Մեծ հաշվով թշնամական օրակարգ է դա, որովհետեւ բոլոր այն երկրները, որոնք հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը նետում են այդ ձևակերպումը, որ խաղաղությանը խոչընդոտում է ձեր Սահմանադրությունը, հա, այդ մարդիկ թշնամիներ են։ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող խոչընդոտել բոլոր այն խաղաղություններին, որոնք հիմնված են հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ միջազգային իրավունքի սուբյեկտի հիման վրա։ Բա որ չի խոչընդոտում, ինչ են փոխում։ Այդ նշանակում է ինչ որ բան խոչընդոտում է, չէ՞ իրանց։ Ասում է քաղաքացիների կողմից նպատակները։ Ինչպես։ Ասում է քաղաքացիները չեն քվեարկել, իրենցը չեն համարում Սահմանադրությունը, դրա համար չեն շահում։ Իսկ ինքնով է դեպքում։ Այդ որ Հայաստանի Հանրապետության նախարար է։ Կամ որևէ մեկը որ տենց ձևակերպում է տալիս։ Նույնիսկ Փաշինյան Նիկոլը, բա ինքը ով է դեպքում։ Եթե այդ Սահմանադրությունով ինքը նախավարչապետ չի, բա ով է։ Ուզուրպատոր, ինքն էլ է արդեն ընդունում, որ ինքը ուզուրպատոր է։ Պարոն Մինասյան, Ադրբեջանից հնչող այդ հայտարարությունները, այսպես կոչված սահմանային խախտումների հետ կապված ինչպես եք դուք մեկնաբանում եւ այդ ֆոնին, որ նշում են, թե խաղաղության պայմանագիրը համաձայնեցվել է, այդ ֆոնին Ադրբեջանը նման հայտարարություն։ Լսեք, բազմիցս ասել ենք, Ադրբեջանը այն հայ ժողովրդի ու հայոց պետականության այն թշնամական ռեժիմն ունի, Ադրբեջանի իշխանության այսօրվա պահվածքը, հակահայ պահվածքը, ցեղասպան քաղաքականություն տանողը չի կարող Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի մեջ տեսնել խաղաղասեր մարդու։ Հակառակը նա միշտ տեսնելու է որպես իր հակառակորդի եւ ուզելու է անպայման ոչնչացնել, նսեմացնի։ Դուք չեք տեսնում ինչ անում։ Հիմա ախր այդ միջազգային հանցագործների բառապաշարը, խոսքերը, դրանց մոտեցումները ո՞նց կարող է որևէ հայ մարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հավատներ շնչի Ալիևյան ռեժիմի արտահայտած մոտեցումներին։ Ո՞նց էլի որևէ մեկը, եթե նման վարկագիծ է դրսևորում, կամ միամիտ է, կամ հանուն իր որոշակի շահերի ներխմբային անձնական փորձում է դրանով քողարկել շատ բաներ, կամ ուղղակի պարզապես այդ մարդը Հայաստանի Հանրապետության հետ իր կենսական շահը չի կապում։ Հիմա իշխանությունը զարմացել է, ասում ենք այդ կրակոցների հետ կապված փաստեր են Ադրբեջանից ուզել, որ ուսումնասիրենք, չեն տրամադրել, ինչպես օրինակ հնարավոր է։ Լավ, դուք իմ այնից ինչ եք ուզում, որ արձանագրեն, որ հերթական անգամ այս մարդիկ խաբվում են Ադրբեջանի հետ հարաբերություններում, քանի անգամ ասենք, որ չի կարելի վստահել։ Չի կարելի այդ մարդկանց ադրբեջանական վարկագիծը որևէ ձևով հիմքում դնելով գնալ հաշտության, համագործակցության, հաշտություն, համագործակցություն, արժանապատիվ խաղաղությունը կլինեն ժամանակ, երբ որ Ադրբեջանը ստանա համարժեք պատասխան, կլինի միջազգային հարթակներում դիվանագիտական բոլոր հնարքներն օգտագործելով, անվտանգությանը համակարգն ուժեղացնելով եւ պարտնյոր պետություններ ընտրելով, կլինի Ադրբեջանի միջազգային հանցագործներին դատարաններ քարշ տալով, այդ ժամանակ նոր դուք կարողանաս որոշակի համարժեքություն ստեղծել։ Իսկ այս դեպքում հասկանում եք, երբ որ նույն Ալիևի պահանջով ամեն ինչ կատարում ես դու, Ալիևի պահանջով եւ Ալիևի ցանկությամբ բեմադրվում է հայ ժողովրդի դատավարությունը Բաքվում։ Դուք ոնց կարող է որևէ ողջամիտ մարդ մտածել, որ այս ռեժիմի հետ կարող են հույս կապել։ Պարոն Մինասյան, իսկ ես արդեն ավարտեցի։ Պարոն Մինասյան, Հայաստանից ամենաբարձր մակարդակով շարունակ պնդում են, թե Սահմանադրությունը Հայաստանի ներքին գործն է եւ որևէ կապ չունի արտաքին այդ հայտարարությունների Ադրբեջանից եկող այդ պահանջների հետ։ Հիմա ձեր ասածից
կարող ենք ենթադրել, որ այս հայտարարությամբ Սփյուռք Գալյանը ըստ էության ընդունում է, որ ամեն դեպքում այդ օրակարգը Ես չգիտեմ Սփյուռք Գալյանն ինչ է ընդունում, ինչ չի ընդունում, իմ համար պարզ է մի բան։ Հայաստանի ներկա իշխանությունը ի վիճակի չէ հայկական նվազագույն շահը առաջ տանել։ Իրենք էին խոստանում, ասում էին պատրաստ են գնալ Բաքու։ Թողել են գնան Բաքու, մեր գերիներին դեից բաց թողեն, ստեղ նորմալ ընտրություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի, իրենք էլ թող մնան Բաքվում։ Դա կլինի ամենալավ առհավատչան, որ իրենք հավատում են Բաքվի խոսքերին, մենք տեսնենք Բաքուն ինչպես կվերաբերվի իրենց, մեր գերիները ազատ կարձակվեն ընդդեից, Հայաստանում էլ նորմալ ժողովրդավարական Էսկալացիայի ռիսկ տեսնում եք։ Ես արդեն գնացի ներողություն։